Ողջույն, մենք Արևելյան դպրոցի 5 տարեկաններն ենք, քայլքով գնում ենք Տիգրան Հայրապետյան գրադարան։ Խոանունն է գրված։ Ես Դավիթը ծուր Դավիթ է իմանալով, բայց ես վերացի Դավիթ է։ Լուսինեն մեզ համար ընթացած ծուր Դավիթը հեքիաթը։ Հենակ Ժուլիետ Սոմանդ։ Շատ տարեքաչ հայոց Սասուն անունով մի երկիր կա։ Սասուն ուներ բարձր սարեր, սասունցիներն էին շատ ու շատ թունելի ոչխարներ։ Ընդամենը ում ու ջահել կսկա։ Բոլորը Սասունում միաբերան ասում են, այդ մեկն էլ հերիք էր։ Այս ջահելը սպերանումը Դավիթ էր։ Մասին էր հեքիաթը։ Դավիթ ինչպիսին էր։ Դուք որ գրադարանում եք հիմա։ Շարքով դասավորված է։ Եթե մենք շարքով դասավորված չունենք, մենք ամեն անգամ որ մի գիրք ուզենք, չենք կարողանա գտնենք։ Այստեղ գիտեք 10,000 գրքից ավելի կա։ Դուք 1, 2, 3 տենց մինչև 10-ը երևի հաստատ հաշվել գիտեք, այդքան շատ, հա։ 100 անգամ այդքան մեծ գիրք, ստացա 10,000 գիրք էստեղ կա։ Եվ եթե գրքերը իրանց տեղերում դարակներում չդնենք, ամեն անգամ կտրելիս ոնց կգտնենք։ Ասենք Թումանյան եք ուզում, կամ Ծուր Դավիթն եք ուզում։ Ես ոչ եմ գնալու բոլոր գրքերը նայեմ, տեսնեմ հերթով։ Ես արդեն գրքերի տեղերը գիտեմ, որովհետև իրանք դասավորված են։ Այնտեղ մանկական գրքերն են։ Միքայել Նալբանդյան, անունը Միքայել, ազգանունը Նալբանդյան, այսինքն հեղինակների, գրողների ազգանուններով մենք գրքերը այսպես դասավորում ենք։ Հ տարիտակ բոլոր հ ազգանուն ունեցող գրողների գրքերն անդրադառնում։ Երբ որ դուք ինձ ասում եք, ես Հովհաննես Թումանյան եմ ուզում, ես հ տարիտակ գնում եմ ու արագ փնտրում եմ, գիրքը գտնում եմ, բերում եմ, տալիս եմ ձեզ։